Դեռ ոչ պաշտոնապես, բայց կա Արաքսավանից ոչ հեռու նոր բնակավայր է ձևավորվում Եղեգը։ Նախաձեռնության ոգին Հայկն է, ով իր ընտանիքով արդեն որերորդ տարին այդ տարածքում է բնակվում։ 90-ականներին Արցախում էր զենքով, հետո եկել է որպես վերաբնակիչ։ Ապրիլյան պատերազմի օրերին էլ առաջնագիծ էր շտապել ընկերների հետ։ Պատմում է իր դաշտում գտած Սմերչի հրթիռի մնացորդներին նստած։ Ես ինքը որ կրակեց ամսու 4-ին, իրիկվա կողմը, ժամը 4-ի մոտերը, ամսու դե 3-ին ես վիրավորվել եմ, ամսու 4-ին ինքը կրակեց իրիկվա կողմը, դրանից հետո մենք պերես մենք այնք էլ ամսու 7-ներ 8-ներ եկանք տուն, դե հողատեսական աշխատանքներ սերալով մենք անում ենք, այդ ժամանակ իմ հողերի մեջ տրակտորով վերջը, հայտնաբերինք, որ Սմերջի սնարյադ է, դրանից հետո եկան Համապատասխան մարդիկ վնասազերծին, բարվանկաներ մեզ նվեր մնաց որպես հիշատակ։ Անգամ Բաքում հայտնված հրթիռը չի կարողացել Հայկին հակառակում համոզել, այստեղ հաստատվելու որոշումը կայացրել էր տարիներ առաջ եւ չի ափսոսում դրա համար։ Որոշումը ոչ միայն տարիներն են ամրապնդել, այլև այդ ընթացքում տնկած ծառերը, դրանց թիվն ի դեպ անգամ ինքը չի հիշում։ Սրանք էլ պատվաստ եմ արել, որ հանեմ տնկեմ, այս այդ երկու օր կանենք տնկենք, արդեն պատվաստած են, էլի։ Մի դե էթում այն հետևներ, մի 20 հատ կարալուկի ծառա, մի 15 հատ ծիրանի ծառա, մի 6-7 հատ ձերցի ծառա, դա սրանք շորնասլիկաներ են։ Էդի կարելոկա փոքր, փոշոտում կատալու համար է դրա էդի տնկած։ Այնա զեյթուն այն մեկը, այնա զեյթուն եմ տնկել։ Չեմ հիշում, բայց մի 500 ծառ արդեն բերքատու մենակ տնկել եմ, մի 1000 հատ մենակ մայթել համար ծառ եմ տնկել, բարդիներ։ Անասնապահությամբ էլ զբաղվում է, սկզբից որոշ խնդիրներ ուներ, անգամ կորուստներ ունեցավ, այսօր ձեռքբերումներն ավելի շատ են։ 13 հատ կով եմ բերել, դրանից հետո ավելացրել ենք հեմի փառք Աստծո 26 հատ արդեն ունենք։ Այսպես քայլ առ քայլ ձևավորում է տնտեսությունը, հացահատկի մշակությամբ էլ զբաղվում է, մեքենան ուներ, տրակտորն էլ Արցախի նախագահը նվիրեց, իր ուժերով սկսեց, պետական աջակցությամբ շարունակում է բնակարանի նորոգումը։ Ներսը սվաղել ենք, պատերը, պոլերը, կարելի ասել սվաղած բրծածա, հիմա սպիտակացնում ենք։ Այս ուզում ենք մի քանի օրից եղանակ նախանգարում, ցեմենտը տվել են, կառավարությունը տվել է, այս պատերը կամասնած ենք սվաղել ու անենք էլ կամաց, այսպես անում ենք էլի։ Հայկը միայնակ չէ, նրա տան հարևանությամբ պետության աջակցությամբ եւս 2 առանձնատուն է կառուցվում, իր ընկերներն են այնտեղ բնակվելու, ընդհանուր առմամբ նախատեսվում է այստեղ առաջին փուլում 5 առանձնատուն ունենալ իրենց տնտեսական կառույցներով։ Դե 3-ը կա, 2-ն էլ ընտրում ենք, տնանք ով մեր սրտով կլի, ով մեր խելքին կլի։ Ջրամատակարարման խնդիրը կարգավորված է, կապի եւ հաղորդակցության հարցերում էլ դժվարություններ չկան։ Էլեկտրամատակարարման հարցը ժամանակավորապես դիզելային գեներատորի միջոցով են լուծում, հույս ունեն շուտով ընդհանուր ցանցին կմիանան։ Մինչ այդ Հայկի որդին Արտակը էլեկտրաէներգիայի արտադրության իր տարբերակն է կիրառում։ Ունի 12 վոլտ հոսանք, 10 վատ հզորություն, որը կարելի է օգտագործել լիցքավորման համար, բջջային հեռախոսներ, տարբեր էլեկտրոնային սարքեր։ Ոչ մեծ հզորության, քան 10 վատը։ Արտակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է, արևային մարտկոցներն էլ ինքն է հավաքել, ծիծաղում է Եղեգում իր մասնագիտության կարիքը չկա, ինքն էլ հողի հետ աշխատելն է նախընտրում։ Ամեն ինչով ուզում եմ օգնեմ, օգնածել եմ, ասենք եթե ինչ-որ ծրագրերը լում է, ձգտում եմ մեջել եմ, ինչքանով որ իմ խելքը հասնում է, ինչքանով կարողանում եմ։ Հողը բերի է, միջոցներն էլ կա, ինչ-որ բան հնձելու, ստեղծելու, ցանքի առումով եւ մնացած մշակաբույսերի առումով։ Նորայր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր